Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգելի քաղաքացիներ, ես փորձեմ մի քանի կետով ներկայացնել, թե ինչ է հիմա տեղի ունենում։ Առաջին կետ, ինչ է ասում քաղաքացիական պայմանագիրը, ասում է մենք մշտական էթիկայի հանձնաժողով ենք ստեղծելու։ Այս հարցով եկեք հանձնաժողով չստեղծենք։ Չեմ կարող չհիշել այս գումարման ազգային ժողովի մեկնարկը, երբ մենք առաջարկել էինք ստեղծել Արցախի հարցերով հանձնաժողով, ամբողջ ԿՊ-ն հերթով եկավ այս ամբիոնից ասեց, ոնց էս ինչ եք անում, մենք միջխորհրդարանական ունենք եւ այլն եւ այլն եւ այլն, մի հատ նիստ չի արել այդ հանձնաժողովը, միջխորհրդարանական, թակ մի նիստ չի արել, մոռացվեց, բնականաբար արդեն չեն էլ խոսում դրանից, կամ լավ, բայց դրա տրամաբանությունը ո՞րն է, այս պահին իրականացվել է ծայրահեղ դատապարտելի արարք։ Դրա հետ կապված մենք չենք արձագանքում, ասում ենք օրերից մի օր կստեղծվի մի հանձնաժողով, ուշադրություն, որը հետադարձություն չի ունենալու։ Ձեռեք առնում։ Ինչ կապ ունեն այդ երկու իրադարձությունները իրար հետ։ 1. Հաջորդը։ Պատգամավորի օգնական, սրբազան հայր, այդ բոլոր մարդիկ էթիկայի հանձնաժողովի տիրույթում չեն։ Յուրաքանչյուրի հետ կապված կա առանձին ընդհանրակարգ, դե իհարկե ընդդիմադիր է եղել, մի վայրկյան մեջ ոստիկանությունը սկսել է դրանով զբաղվել։ Ինչ կապ ունի դա սրա հետ։ Դա այս պահի քննարկվող հարցի հետ ինչ կապ ունի։ Շատ պարզ դիլեմա է։ Համարում եք լավ է արել Անդրանիկ Քոչարյանը, դեմ քվեարկեք։ Համարում եք չի կարելի պատգամավորը այդպես իրեն պահի, կողմ քվեարկեք։ Բարդ որևէ մաթեմատիկա այստեղ չկա։ Չեմ կարող չանդրադառնալ ուսանողական կազմակերպության հիշատակմանը, սխալ գիտեք, պարոն Պարսիլյան, ուսանողական կազմակերպությունը ներողություն այն ժամանակ խնդրել, պաշտոնապես։ Չեմ կարող չանդրադառնալ նաև Սերժ Սարգսյանի կառավարման օրոք արված մեկնաբանությանը, առաջինը Սերժ Սարգսյանի կառավարման օրոք լրագրողները այստեղ ցույց էին անում։ Ու իրանց դրանում ոչ մեկ չէր խանգարում, Սարգիս Խանդանյանն էլ այդ լրագրողներից մեկն էր։ Ձեր կառավարման ընթացքում լրագրողներին նույնիսկ օթյակում ցույց անելու ընթացքում թույլ չտվեցին, հետո պարզաբանումներ եղան եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց նաեւ գովելի է, որ պարոն Գրիգորյանը սկսել է գովաբանել նախագահ Սարգսյանի կառավարման ժամանակները, որտեվ այն ժամանակ գիշերը 11-ին լրագրողները չէին զանգում, դե լավ էր էլի։ Դա նորմալ չի, որ գիշերը 11-ին լրագրողները զանգում են, այնպես որ գովում եք, ոնց հասկացա նախագահ Սարգսյանի կառավարման տարիները։ Եվ վերջում այս գործընթացը, որ նախաձեռնել ենք, մենք նախաձեռնել ենք Ռիվսիմե Ջեբեջյանի եւ մյուս լրագրողների ստորագրությունների հիման վրա։ Այո, սա պատգամավորական գործիք է եւ մենք այդ գործիքը կիրառելու ենք եւ բոլոր հնարավոր տարբերակներով փորձելու ենք այնպես անել, որպեսզի Տիկին Ջեբեջյանի պահանջը իրականացվի։ Բայց շարունակելով Անդրանիկ Քոչարյանի ասածը, մենք մեր հասու գործիքը կկիրառենք, պատգամավորները իրենց հասու գործիքը կկիրառեն։ Բայց կարծում եմ, որ լինում են դեպքեր, որ լրագրողներն էլ կարող են կիրառել իրենց հասու գործիքները, այդ թվում նաև բոյկոտը։ Հնարավորություն չտան, որ պարոն Քոչարյանը նման բան ասեր իր խոսքի մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջորդիվ ելույթ կունենա Հայաստան պատգամավորական խմբակցության քարտուղար, խանգարում եք